Ապրիլի 21-ին Գյումրու ավագանում մեր քաղաքախմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավականու անդամ եւ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայն ղեկավարն արձանագրություն է կազմել լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ըստ օրենքի արձանագրությունը պետք է ներկայացվի համապատասխան այս դեպքում թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Գործընթացը գուցե ըստ օրենքի իր բնականon հունով ընթանար, եթե ապրիլի 23-ին Կարեն Բադալյանը դիմում չեղյալ համարելու դիմում չներկայացներ ու չսկսվեր դատական գործընթաց, ինչ է տեղի ունեցել, մանրամասնում են մեր քաղաքախմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, փաստաբան Սոս Հակոբյանը եւ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Պատճառաբանությունը այսպեսին էր, որ նոր աշխատանքի առաջարկ ունի, որը անհամատեղել է ավականու գործունեության հետ, ընտրատարածքայինը մինչեւ այս պահը 1000 ու մի սպեկուլյացիաներ է անում, որպեսզի նիստեր չգումարի, գումարած նիստերն էլ երեկվանից բացված նիստ ունեմ, մինչև այս պահին այդ նիստը փակված չի, բայց եկել ենք ընտրատարածքային, բացի գործավարից որևէ մեկը չկա։ Նախկին արդեն ավականու անդամ Կարեն Հրայրի Բադալյանը գրել է համայնքի ղեկավարին իր դիմումից մի քանի օր հետո, հրաժարականի դիմումից մի քանի օր հետո, որ խնդրում եմ բան արեք, չեղարկեք իմ մանդատից զրկվելու իրավիճակը, չգիտեմ դա ինչպես է ձևակերպել, ամեն դեպքում միտքը դրանում է եղել, որ ուզում եմ շարունակեմ ավականու անդամ լինել եւ դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից, լինել այսպես կոչված անկախ ավականի։ Եվ նաեւ դիմել է դատարան, Data-Lex AM-ից մենք ներկայացանք, որ անվավեր ճանաչվի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արձանագրությունը, իր լիազորությունները, այսինքն պարոն Բադալյանի, լիազորությունները դատարած համարելու մասին։ Ակնհայտ է, որ ավականու նկատմամբ ճնշում է բանեցվել, ինչ-ինչ հանգամանքների բերումով վերջինս նմանատիպ քայլերի է դիմել։ Բայց ակնհայտ է նաև մեկ բան, որ իրավական տեսանկյունից չկա տարբերակ հնարավորություն հետ վերցնելու հրաժարականի դիմումը ավականու անդամի համար։ Ի տարբերություն օրինակ ազգային ժողովի падգամավորի, երբ падգամավորը օրինակ ԱԺ կանոնակարգի համաձայն, կանոնակարգ օրենքի համաձայն 7 օր հետո կարող է պնդել կամ չպնդել իր հրաժարականի դիմումը։ Ավականու դեպքում այդպիսի տարբերակ օրենքում նախատեսված չէ։ Հետևաբար 7 օրը անցնելու պարագայում մենք գալիս ենք այն եզրահանգման, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը ցուցաբերում է անգործություն, ոչ իրավաչափ անգործություն, որի հետևանքով տեղական ինքնակառավարմանը հասցվում է վնաս։ Մասնավորապես մեր քաղաքը դաշինքը զրկվում է ավականու իր տեխնացուից, տվյալ պահին մենք ունենք Նարեկը, հաջորդ համարով եկող ավականին, որը պետք է համալրեր ավականների ցուցակը, որը չի կարողանում իր իրավունքը իրացնել։ Ամսի 25-ին մի հատ դիմում էր իր ներկայացուցիչը, իրավաբանը ուղարկել է մեզ, որ ընթացք չտակ արձանագրությանը, քանի որ մենք դիմում ենք գրել, դիմումը հետ վերցնելու, ու մի հատ դիմում գրել են բանին, քաղաքապետին, որ ես դիմումը հետ եմ վերցնում։ Քաղաքապետարանը այդ դիմումները գրությամբ ուղարկել է մեզ, բայց քանի որ մեր իրավասության տակ չէ մանդատը վայր դնելը, մենք պատասխան գրությամբ քաղաքապետարանին նկարագրել ենք այս ամեն ինչը ու ասել ենք, որ հիմի այս փաստերի համակցությամբ մեզ պատասխանեք ձեր են առաջի ուղարկած արձանագրությունը ուժի մեջ է, թե ոչ։ Այս ամեն տեղեկությունը կենտրոնական հանձնաժողով ենք փոխանցել, մինչև ժամը 6-ը պարզ կլինի հետագա քայլերը։ Քաղաքական միտում, թե օրենքի բացով պայմանավորված խառնաշփոթ հարցեր ու անհասկանալի իրավիճակներ շատ կան։ Պատասխանները հույս ունեն գտնել այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 6-ին կայանալիք նիստին։ Աստղիկ Խաչատրյան այսօր։